Պաշտպանական անվտանգային ծախսերը կրճատելը համարում եմ սխալ որոշում, եթե նման որոշում արդեն կայացված է։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը երկստանդարտ կենցաղով պետք է ապրի, յուրաքանչյուրս պետք է խաղաղության եւ պատերազմի հարացույցը նկատի ունենանք, անգամ մասնագիտացումների առումով։ Բայց ինչ վերաբերում է ժամկետային զինծառայության բարեփոխումներին կապված տարիների կրճատման, ենթադրենք, եթե դառնա անգամ 1 տարի, ես դա չեմ համարում, որ խնդիր կառաջացնի, ավելի լավ կլինի, որ համատարած ծառայություն լինի, բոլորը ծառայեն անխտիր, բայց 1 տարին կարծում եմ բավարար կլինի այն պայմաններում, եթե մարդը մինչև 55 տարեկան զինված ուժերի հետ իր կապը շարունակի պահպանել, 1 տարի ծառայությունից հետո, ենթադրենք 1 տարի հանգստի շրջան անցնելուց հետո, պարբերական հավաքների մասնակցի, երկամսյա, մեկամսյա, անդադիր մարտական պատրաստվածության մակարդակը բարձր լինի եւ այլն։ Պարտության համարով է մեղավոր պատերազմի ստանձնումը։ Անկեղծ ասած, ես մի քիչ այդ պարտություն եզրն էլ որպես այդպեսին չեմ ընդունում, որովհետեւ պատերազմը կանգնեցվեց եւ ինչ տեղի կունենար, ինչ կլիներ, եթե պատերազմը շարունակվեր մինչեւ հունվար, երբ որ ցրտերը սկսեին, մենք գիտենք, որ ադրբեջանական զինված ուժերը արդեն իրենց կենտրոններից բավականաչափ հեռավորության վրա էին, լոգիստիկ խնդիրներ էր ի հայտ գալու նրանց կենսամակարդակը պահելու համար ռազմաճակատում, ձմեռային մարտ մղելու պարագայում, առավել եւս այն պարագայում, երբ ինտենսիվությունը մարտական գործողությունների զգալի նվազել էր, հարցերի տեղիք է տալիս, առավել եւս մի մարդու մոտ, ով իր աչքերով է տեսել հենց առաջնագծում, որը չի շոշափել պարտությունը։ Ես չեմ տեսել պարտությունը առաջնագծում։ Ո՞նց պարտվեցին։ Դե դրա համար եմ ասում, պարտություն եզր ինձ համար բացատրելի չի։ Մենք չենք պարտվել, այսինքն։ Անկեղծ ասած, չէ, բառախաղի մեջ չենք մտնում, որտեղ քաղաքականության մեջ եւ քաղաքագիտության մեջ յուրաքանչյուր բառ հույժ կարևոր է, անգամ հոմանիշներով փոփոխելիս կարող է իմաստազուրկ դառնալ։ Աշխարհ քաղաքական Փաշինյանն ասում էր, մենք մեզ չպիտի պարտված համարենք։ Գիտեք, համարելն ու կապիտալիզացիան ուրիշ բան է։ Ես պարտության մասին խոսում եմ այն պարագան, երբ որ պարտությունը փորձում են կապիտալացնել եւ պարտադրել քեզ։ Պայմանավորել քաղաքականությունը, պայմանավորել մոտեցումները, պայմանավորել ընթացքը։ Բայց եթե պարտությունը չի որդեգրվում որպես ռազմավարություն, ապա դա կարելի է վերագրել հռետորաբանությանը։ Բայց սա ինչ քաղաքականություն է, որ տարիներ շարունակ ինչ-որ հաճախականությամբ հայրենիքի մի տարածքի համար պայքարում են մարդիկ, հետո այդ տարածքը, այսպես ասած, կորցնում է։ Դա ինչպես կորցնում, ասում են Ադրբեջանի մասին։ Ինձ համար Արցախի ազգաբնակչության իրավունքները գերակա նշանակություն ունեն։ Եվ կոնկրետ ինձ համար, ես համարում եմ, որ եթե մենք ուրացանք հայ ժողովրդի ինչ-որ մի հատվածի բնական իրավունքներին, այսինքն իրենց պապենական բնորանում ազատ անկաշկանդ ապրելու իրավունքից, մենք Պանդորայի արկղ կբացենք եւ չես կարող ասել, թե ինչ պատուհասներ ի հայտ կգան։ Ի վերջո, եկեք հասկանանք մի բան, որ մեր թշնամին 100-ամյա ռազմավարություն է իրագործում, այդ իրենց կողմից չարչրկված Զանգեզուրի Միջանցք կոչեցյալը դեռևս Աթաթուրք Լենին պայմանավորվածություններով պայմանավորված է եղել, երբ որ Նախիջևանը պոկեցին մեզանից, Լեռնային Ղարաբաղը պոկեցին, Գարեգին Նժդեհի սխրանքով պահպանվեց Զանգեզուրը, իսկ ընդ որում Զանգեզուրը դա հայկական բառ է, մենք մեր տոպոնիմներին էլ չենք կարողանում տեր կանգնել, թուրքը թուրքիֆիկացնում է։ Հիմա պոկեցին, թե տվեցին։ Լեռնային Ղարաբաղը նկատի ունեք։ Գիտեք, որպես քաղաքական գործիչ իրավունք չունեմ ես հստակ դիրքորոշումս ասելու, ես համարում եմ, որ շատ բան է պարզվելու ապագայում, շատ բան է պարզվելու, ես չգիտեմ մանրամասների տեղյակ չեմ պոկեցին, թե տվեցին, համենայն դեպս ես որպես մարտական գործողությունների մասնակից գետնի վրա իմ պարտությունը չեմ տեսել, մեզ ոչ թե եկավ թշնամին ջարդեց շպրտեց դուրս, այլ կորպուսի հրամանով մեր գունդը դուրս եկավ այդ տարածքից։ Այսինքն նահանջի հրամանն է եկել, դուրս եք եկել։ Դուրս ենք եկել, այո, բայց ոչ թե եկան, մենք էլ ցակուցրիվ եղած, փախչում էինք, այդպեսի բան չկար։ Իսկ ներողներ, Սասուն Միքայելյանը, ԵԿՄ նախագահ, հայտարարեց լրագրողների հետ զրույցում, որ պարտվել են, որտեղ բանակ չի եղել, պարտվել են, որտեղ Վազգեն Սարգսյանից հետո նորմալ բանակին տեր չեն կանգնել եւ այլն, այդպես է եղել իրականում, որովհետեւ մեզ ուրիշ բան էին։ Ոչ, բանակ եղել է, պարզապես այն բանակ այն զինված ուժերը։
Հա, այս մասով ասեք, դասալիքների մասին եկավ։ Գիտեք, դասալիքների հարցն էլ է մի քիչ հարաբերական, որովհետև այո, դասալքություն եղել է, հանուն անկեղծության համար նշենք, բայց կազմակերպման աստիճանը իջեցնել միջև մարտավարական օղակում գործող զինվորի մակարդակ, որը տարիներ շարունակ զինված ուժերից կտրված է եղել, սխալ է։ 11,000 դասալիք եղել է, որի մասին Աննա Հակոբյանը։ Չգիտեմ այդ ստատիստիկ տվյալները ճիշտն ասած։ Դժվար թե 11,000 կռվող եղել է, նշանակում է 11,000 բոլոր մոբ ռեզերվը փախել է, զինված ուժերն էլ հետ է։ Որներ ներողություն։ Սասուն Միքայելյանը պարտության պատճառ նշում է բանակ չլինելով։ Չէ, բանակ եղել է, այլ խնդիր, որ մեր զինված ուժերը 20-րդ դարի բանակի ստանդարտներով կառուցված զինված ուժերը եղել, իսկ մեր թշնամին կարողացել է առաջանցիկ զարգանալով ՆԱՏՕ-ի լավագույն ստանդարտները ներդնել, կապված նաև հետ, որ Թուրքիայի հետ սերտ եւ համապարփակ համագործակցություն է ունեցել։ Մենք տեսանք, որ լրիվ այլ մարտավարություն։ Դուք որ 5 կադրերը նայեք, կտեսնեք, թե ոնց էին ծաղրում անօթաչիների ներդրումը հայոց բանակում։ Իսկ թշնամու ամենակարևոր խաղաքարտը ո՞րն էր։ Անօթաչուները։ Եվ մենք տեսանք, որ հատուկ ծառայությունների օպերացիաները, նաև այն պետությունների, որոնք որ զսպեցին մեզ որոշակի գործողություններ, նույն Դավիթ Տոնոյանի քննիչ հանձնաժողովի ցուցմունքները որ տեսնեք, որ օտար պետությունները ոնց էին միջամտած ասում մի խոսեք F-16-եր եւ այլն կհրահրեք Թուրքիայի հետ հակամարտություն։ Այսինքն այստեղ կոնցեպտուալ հարց է եւ ես խնդիրներից խնդիրը կապում եմ նրա հետ, որ տարիներ շարունակ մենք չենք ունեցել այնպիսի առաջնորդներ, որոնք խնդրի խորությունը հասկանան, կարողանան պետությունը բարձրացնել այն աստիճանի պաշտպանունակ մակարդակի, որ կարողանանք դիմակայել։ Իսկ որ Հայաստանի Հանրապետությունը իզորու է դիմակայելու մեր տարածաշրջանում ամենահավանական մարտահրավերներին, ես կասկած չունեմ, ընդհանրապես կասկած չունեմ։ Իսկ դուք ինչ եք առաջարկում, հա, ես գիտեմ, որ հա, լավ, նույն Դավիթ Տոնոյանն էր ասում նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այո, բայց դրոնները համարում էին խաղալիքներ եւ այլն։ Հետո իր ցուցմունքը որ տեսնեք, հենց ազգային ժողովում տված իր ցուցմունքներում ինչ ասեց, որ F-16-ը փաստորեն Եվլախի կողմերից բարձրացել խոցել է մեր դիրքերը, մեր զինված ուժերը, հակառակ process-ը տեղի չի ունեցել։ Իսկ զինված ուժերի գլխավոր շահադրթումը պետքա լինի պատերազմում ինքնաիրացվելը։ Եթե պատերազմը լինում զինված ուժերը ամեն մեթոդ պետքա կիրառի հաղթանակի համար, առանց կաշկանդված համարելու իրեն որևէ օպերացիա իրականացնելու թշնամու տարածքների խորքում անգամ։ Մոտեցումների խնդիր կա, ես համարում եմ ոչ պրոֆեսիոնալիզմը քանդեց այն պաշտպանական հնարավորությունները, որը մենք ունեինք։ Ոչ պրոֆեսիոնալիզմը ծնում է հանցագործությունների շարք, հետո սկսում են բացատրել, թե ինչի սա, ասենց չի եղել, նա անենց չի եղել։ Գեղարքունիքի Վայոց ձորի ջերմուկի տարածքներից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացումը։ Ոչ պրոֆեսիոնալիզմի, այո։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հիմա ամպագորգոր խոսում է, թե միևնույն է, այսպես պետքա լիներ, այստեղ օրինաչափ հարց է առաջանում քաղաքացիների եւ քաղաքական գործիչների մոտ։ Եթե գիտեիք, որ պետք է այսպես լիներ, Սյունիքի պաշտպանական անվտանգային գոտին ինչի սկսեց կառուցվել 20 թվականի պատերազմից հետո։ 500 կիլոմետր տարածքի վրա ինչի ինժեներական աշխատանքներ չէի կարել։ Կամ եթե գիտեիք, որ ամենաթույլ օղակը լինելու է ջրականի վարանդայի հատվածը, էշելոնացված պաշտպանական գծեր չկային։ Գնդի մատույցներում էշելոնացված պաշտպանական գծեր չկային, երբ որ 20 կիլոմետր թշնամի խորացել էր մինչև ջրականի գունդ։ Այսինքն, այս խնդրեմ եկեք փնտրենք մեր մեջ։ Եվ ես խորապես համոզված եմ, մեր թշնամին այդ աստիճանի ահասարսուռ գեր ինտելեկտուալ տեխնոլոգիաներով եւ հնարավորություններով զինված չի։ Մեր խնդրեմը մեր մեջ փնտրենք, մենք չենք պատրաստվել, մենք ենք տեղ տվել մարդկանց, որոնք որ արժանի չեն եղել, մենք ենք կարողացել հանդուրժել, մենք ենք նայել մատների արանքով, որպես ժողովուրդ, որպես ազգ մենք ի վերջո պիտի հասկանանք, որ պատասխանատվությունը պիտի վերցնենք մեր ձեռքը, մեր մեջից լավագույններին առաջ ճանապարհենք, տանք, հնարավորություններ տանք։ Ես այդ գիտակցումը ունեմ, դրա համար էլ մեր կուսակցության անունը շնորհապետական է, որ արժանիների համար ճանապարհ բացենք։ Այդ ճանապարհը մենք փորձելու ենք բացենք, որ բոլոր ոլորտներում գերպրոֆեսիոնալ մարդիկ նստեն կարողանան իրենց հարցերը լուծել, երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները կարողանան պատշաճ մակարդակով հանգուցալուծել։
Մենք այդ կադրային կապիտալը ունենք, մենք այդ ֆիզիկա աշխարհագրական բնագծային հնարավորությունները ունենք, ինտելեկտուալ հնարավորություններ ունենք, որ երկիրը դարձնենք անառիկ ամրոց, բայց դրանով հանդերձ ոչ թե միլիտարիզացված, այլ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետություն գերպաշտպանունակ էշելոնացված պաշտպանական հնարավորություններով, որ հետո ամանչելով չգանք եռաբլուր, որ հետո գլուխներս չխոնարենք ու հասկանանք, որ այն մարդիկ, ովքեր որ այստեղ ննջում են, իրենք հաղթած գնացին, բայց մենք վախկոտի նման շարունակում ենք ապրել։ Ես չեմ ուզում, որ այդպիսի գիտակցում ունենանք մենք իբրև ժողովուրդ, որտեղ հայ ժողովուրդը հերոսական է։ Առաջիկայում դուք ինչ անելիքներ ունեք, որտեղ ասացիք, որ ծրագրեր ունեք իրականացնել։ Ծրագրեր կա, առաջիկայում ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ֆորում հրավիրել, տարբեր ուժերով պայմանավորված, այդ ֆորումի վերջնարդյունքում կհասկանանք ինչ պայմանավորվածությունների կգանք, որ մարդիկ հասկանան, որ մեր երկիրը անտեր չի, որ մենք շահառու ենք եւ պաշտպանելու ենք մեր Հայաստանի Հանրապետությունը ամեն կերպ, որտեվ մենք, եթե Աստծո կամոք ծնվել ենք հայ, պետք է կարողանանք մեր հայ լինելու առաքելությունը պատվով տանել եւ մեր երկիրը պաշտպանել։ Մենք գնչուների նման չենք ուզում անհայրենիք լինել կամ հոսող մենթալիտետով ինչ-որ պետականություն, որը որ կմերվի այս կամ այն հանգամանքներին։